Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ ԵԱՏՄ նիստից առաջ Մոսկվայից հնչում են կոշտ հայտարարություններ Երևանի հասցեին, ինչու նիստին չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը։ Թրամփը բացահայտ աջակցել է Նիկոլ Փաշինյանին և խոստացել իրականացնել Թրամփի ուղին, ինչ է թաքնված այս հայտարարության տակ և ինչու է դրանից հետո Մոսկվան կոշտացրել տոնը։ Նախընտրական պայքարը թեժանում է, ընդդիմադիր ուժերը խոսում են փակված գործարանների, տնտեսական խնդիրների և անվտանգային սպառնալիքների մասին։ Խորհրդարանում կրկին չի ապահովվել անհրաժեշտ քվորումը, ինչն է խոչընդոտում ազգային ժողովի աշխատանքը։ Մերձավոր արևելքում իրավիճակը կրկին պայթյունավտանգ է դառնում, ԱՄՆ-ն չի բացառում նոր հարվածները Իրանի դեմ։ Եվրասիական տնտեսական միության նիստում այսօր քննարկվելու են միության ներսում ընթացող գործընթացներն ու անդամ երկրների գործակցության ուղիները։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ բոլոր երկրների ղեկավարները բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աստանայում անցկացվող հանձնաժողովի ընթացքում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Նրա խոսքով կարևոր է միասնական մոտեցումների ձևավորումը հատկապես տեխնոլոգիական անվտանգության, էթիկայի և տվյալների կառավարման ոլորտում։ Իդեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մասնակցում է շուրջ 3000 մարդ 44 երկրից։ Քննարկումների հիմնական թեմաներն են թվայնացումը, տնտեսական զարգացումն ու նոր տեխնոլոգիաները։ Այսօր արհեստական բանականության դարաշրջանում մեր առջև նոր խնդիր է դրված, ոչ միայն կրթել մարդկանց, այլ նաև մեքենաների, հասկանալ մեր լեզուներն ու մշակութային ժառանգությունը։ Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի, այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Մինչ հանձնաժողովը Մոսկվայից մի քանի օր շարունակ կոշտ հայտարարություններ էին հնչում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններն ու իրական գործողությունները հաճախ չեն համընկնում։ Զախարովայի խոսքով Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի արտաքին կապերի ընդլայնմանը, սակայն կարծում է, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը հավասարակշռված չէ։ Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, որ թույլ չեն տա Հայաստանը օգտագործվի մեր երկրի դեմ, սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Իսկ դրանք ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին։ Արձանագրում ենք, որ Արևմուտքը հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակաուղղված արշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցադրական թողտվության պայմաններում։ Բառացիորեն ամեն օր արտահոսքեր են լինում այն մասին, թե Մոսկվան իբր միջամտում է Հայաստանի ներքին գործերին, հիբրիդային հարձակումների ենթարկում նրան։ Իհարկե մեզ չի կարող չանհանգստացնել Հայաստանի Հանրապետության ղեկավարության մերձեցման գիծը Եվրոատլանտյան համայնքի հետ, որի գլխավոր քաղաքական վեկտորը ուղղված է հենց Մոսկվայի դեմ։ Հայաստանի իշխանության նման գիծը լղոզում է մեր երկրների միջև փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը։ Դրանից ստացվող բոլոր առավելությունները կորցնելու ռիսկեր է ստեղծվում Երևանի համար։ Թեմային անդրադարձել է նաև արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը կարճ ժամանակով գտնվել էր կառավարությունում և լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական մոտեցումները չեն փոխվել։ Ես երբեք չեմ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը եւ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի process-ները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը,
Այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվի դեկտեմբերը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվի հունիսը։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության զուգահեռ Թրամփը հայտարարել է, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում պատրաստ է առաջ մղել այսպես կոչված Թրամփի ուղին, որպես Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային նոր նախագիծ։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ, սակայն փորձագետները զգուշացնում են, հայտարարությունը կարող է ունենալ նաև քաղաքական և աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Ինչ է իրականում նշանակում Թրամփի այս հայտարարությունը Հայաստանի համար, ռեպորտաժում։ Պատմության ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ ու անվերապահ աջակցում է Հայաստանի գործող ղեկավարին։ Բայց այս հրապարակային աջակցությունը բուռն քննարկումների առիթ է դարձել թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակներում։ Մինչև իշխանական շրջանակները փորձում են դա ներկայացնել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների նոր մակարդակ, ընդդիմադիր ու փորձագիտական դաշտում արդեն խոսում են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտության, նաև երկակի ստանդարտների մասին։ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում ոչ միայն բացահայտ աջակցություն է հայտնել Փաշինյանին առաջիկա ընտրությունների ֆոնին, այլև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կյանքի կկոչեն Թրամփի ուղին, որը ըստ նրա պետք է վերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան ընկերությունների համար նոր հնարավորություններ ստեղծի։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով սա արդեն կարելի է դիտարկել որպես Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին միջամտություն։ Օտար երկիր միջամտում է Հայաստանի ներքաղաքական ընտրություններին։ Սա բացահայտորեն ինքնիշխանության ոչ նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք է, եւ եթե որևէ այլ երկիր, Իրանը, Ռուսաստանը եւ ասենք Բրազիլիան նման հայտարարությամբ հանդես գար այդ երկրների նախագահները, բնականաբար դա մենք կդիտարկենք որպես վիրավորանք։ Դանիելյանի համոզմամբ այսպիսի հայտարարությունը պատահական չէ եւ կարող էր նախապես համաձայնեցված լինել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում։ Ես կարծում եմ ակնհայտ է, որ երբ որ պետքարտուղարը մի ժամով կամ ավելի քիչ այցելեց Հայաստան, հանդիպման ժամանակ արտգործնախարար Միրզոյանը նաև խնդրել է պետքարտուղարին կամ հորդորել է, որպեսզի նա կազմակերպի նման մի հայտարարություն Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ, եթե նույնն աներ Ռուսաստանը, դա անմիջապես կներկայացվեր որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ Թրամփի հայտարարությունը համարում է աննախադեպ, ընդգծելով, որ նախկինում արևմտյան առաջնորդների կողմից եղել են առավելագույնը անուղղակի ակնարկներ, բայց ոչ այսպիսի բաց աջակցություն։ Բայց որ այսպես Truth Social սոցիալական ցանցում ամենանախագահան աջակցի Հայաստանի վարչապետի նշելով, որ ձեր հաղթանակով մենք թրիպը նորից կհզորացնենք եւ ամերիկյան կորպորացիաները կենտրոնական Ասիայի մեծ հանքահունքային ռեսուրսները թրիպով կտանեն, մենք փող կաշխատենք միասին եւ այլն, դա մոտ հաղթանակ եւ խոսու վերջում էլ նշում է ՄԱԳ-ն, այսպիսի բան չէ եղել։ Բադալյանի կարծիքով այստեղ խնդիրը ոչ այնքան Փաշինյանին որպես դաշնակից աջակցելն է, որքան Հայաստանը աշխարհաքաղաքական առևտրի գործիք դարձնելը։ Հայաստանը փաստացի ինքը սուբյեկտ չի, օբյեկտ չի, քարտը վերածվել է բաժնետոպսերի։ Ահա դրա գինը դու բարձրացնես, որ հետո առաջացան դեպքում քաղաքական առևտուր անելու պայմաններում դու կարողանաս բավականին լավ, ուրեմն գնով վաճառել դա, քանի որ ինքը Տրամփը նաև գործարար է իր էությամբ, նա արտաքին քաղաքականության մեջ այս գործարարության պահը բազմիցս այլ տեղերում նույնպես օգտագործել է, հիմա նույն օգտագործվում է Հայաստանի պարագայում։ Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջազգային հարաբերություններում այլևս չեն գործում նախկին կանոնները եւ ուժային քաղաքականությունը աստիճանաբար ավելի բաց է դառնում։
սա միանշանակ կարող է գնահատել որպես ուրեմն միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին, բայց սա ոչ թե լավ է, վատ է, հանցագործություն է, կամ ոչ հանցագործություն է, սա ուղղակի այդպեսին է, փաստ է, պետք է ընդունել, ինչպես որ կա, մոռանում ենք բոլոր տեսակի միջազգային իրավունքը, իր ներքին գործերին չխառնվել է եւ այլն, եւ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է սկզբունքով է առաջնորդվում։ Փորձագետների գնահատմամբ Թրամփի հայտարարությունը Հայաստանում ընկալվել է ոչ միայն որպես հերթական դիվանագիտական ժեստ, այլ որպես բաց քաղաքական աջակցություն գործող իշխանության ընտրություններից առաջ։ Փորձագետների գնահատմամբ այս քայլով Վաշինգտոնը միաժամանակ եւ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանն օգտագործվում է ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկներում, իսկ այն, ինչ այլ երկրների դեպքում կարող էր որակվել որպես միջամտություն, այս դեպքում ներկայացվում է որպես ռազմավարական գործընկերություն։ Հայտարարությունից հետո Ռուսաստանում քննադատել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործակցությունը, նշելով, որ այն ավելի շատ հիշեցնում է նախընտրական աջակցություն, քան իրական ռազմավարական փաստաթուղթ։ То, что касается договора о стратегическом партнерстве, Ինչ վերաբերում է ռազմավարական գործունեության պայմանագրին, եկեք պատկերացնենք։ Մարդը ժամանում է ընդամենը 1 ժամով, այդ 1 ժամվա ընթացքում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել։ Սա ավելի շատ նման է նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քարոզարշավին աջակցելու փորձի։ Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև նախ այդ մանրամասները չկան, եւ երկրորդ, ռազմավարական գործունեության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել։ Բայց հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը այսքանով չի սահմանափակվել։ Նոր լարվածություն է առաջացել նաև ԱՊՀ դիտորդական առաքելության շուրջ։ Մարիա Զախարովայի խոսքով Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիների ներկայությունը խորհրդարանական ընտրության դիտորդական առաքելությունում ցանկալի չէ։ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել եւ հայտարարել, որ այս որոշումը թյուրըմբռնում է առաջացնում ռուսական կողմում։ Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրության կարևորությունը, մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին եւ ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին։ Ցավոք հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին։ Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում։ Հրաշալի մասնագետներ են, սիրում ու հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի սանիտարական ցուցակներում, եւ դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է։ Ընտրական գործընթացների շուրջ քննարկումները շարունակվում են նաև Հայաստանում։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում կքննարկվի իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու հարցը։ Դիմումը ներկայացրել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը պնդում է, որ կազմակերպության գործողությունները չի համապատասխանում դիտորդի անկողմնակալ սկզբունքին։ Մինչ քաղաքական քննարկումները շարունակվում են, ակտիվ փուլում է նաև նախընտրական քարոզարշավը։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության անգործության հետևանքով Հրազդանում փակվել է 3 կարևոր գործարան։ Հրազդանի ցեմենտի գործարանը 8 ամսվա ընթացքում փոփոխություններից հետո մենք վերագործարկելու ենք։ Պատնեշը 8 ամսվա ընթացքում, 7-8 ամսվա ընթացքում փոփոխությունից հետո ստանալու է պատվերներ, վերագործարկվելու է։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը։ Երբ ես սենց եմ ասում, հնարավոր է դուք չպատկերացնեք հողի վրա դա ինչ է նշանակում։ Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց գործի տեղեր։ Հրազդանը գտնվում է Հայաստանի կենտրոնում, սահմաններից հեռու, երկաթուղային
լավ գծի վրա, էներգետիկ կենտրոնն է, ամենաիդեալական տեղն է իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնելու, որով ես զբաղվել եմ, մինչև ես քաղաքականությամբ զբաղվելը։ Ու ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում ու տեսել եմ ձեր աշխատանքը։ Նախընտրական ուղերձներով Սարդարապատում էր Հայաստան դաշինքը։ Դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետության հիմքը թշնամու ողորմածությունը չէ, այլ սեփական ուժն ու արժանապատվությունը։ Նրա խոսքով այսօր հասարակությանը փորձում են համոզել, թե խաղաղության միակ ճանապարհը զիջումներն են, սակայն դա վտանգավոր մոտեցում է։ Սաղաթելյանը նաև նշել է, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ պետություն եւ անվտանգ սահմաններ։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժ, պրոֆեսիոնալ թիմ եւ ծրագիր։ Իշխանափոխությունից հետո վերածնված Հայաստանը լինելու է ոչ թե անվերջ տագնապների ու սպառնալիքների, այլ կայունության երկիր։ Երկիր, որտեղ սահմանին կանգնած կլինի ժամանակակից հզոր հայկական բանակը, իսկ հայ մարդը իր երկրում կապրի խաղաղ, հանգիստ եւ երջանիկ։ Սիրելի հայրենակիցներ, ի վերջո ազգերի ճակատագիրը որոշում է ոչ թե նրանց կրած պարտությունը, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Այն ազգը, ով ունի Սարդարապատ եւ ապրում է այդ ոգով, չի կարող հանձնվել եւ չի հանձնվելու։ Սարդարապատում էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանը թուլացել է ներսից պառակտումների եւ պարտությունների պատճառով։ Քոչարյանի խոսքով առաջիկա ընտրությանը որոշվելու է Հայաստանը կկարողանա պահպանել իր պետականությունը, թե ոչ։ Այսօր մեզանից ոչ ոք զողողության չի պահանջում զողողություն, ինչպես 108 տարի առաջ է եղել։ Մեզանից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ, ինչ երկրում ենք ուզում ապրել եւ ինչ երկիր ենք թողնելու մեր երեխաներին։ Ուժեղ, հայկական եւ ինքնիշխան պետություն, թե մի տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցել է, որ կարող է պահել եւ փրկել իր պետականությունը։ Այսօր առավոտյան խնդիրներ են առաջացել նաև ազգային ժողովի նիստի մեկնարկի ժամանակ։ Ժամը 10-ի դրությամբ նիստի համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ համաձայն կանոնակարգի գրանցումը կարող է շարունակվել մինչև 4 ժամ։ Մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալի Բաղերին հայտարարել է, որ տարածաշրջանը կարող է լինել կայուն առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Նա մեղադրել է Վաշինգտոնին ռազմատենչ քաղաքականության համար եւ ընդգծել, որ Իրանը կողմ է, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Միևնույն ժամանակ Իրանի կողմից հնչել են կոշտ հայտարարություններ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները Բանդար Աբասի շրջանում, դրանք որակելով միջազգային իրավունքի խախտում եւ պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջամտություն։ Սակայն Վաշինգտոնից եւս հնչել են կոշտ հայտարարություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող է վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Նրա խոսքով Թրամփը նախընտրում է խաղաղ համաձայնագիր, սակայն եթե բանակցությունները ձախողվեն, ռազմական տարբերակը կրկին կդիտարկվի։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանի շուրջ։ Ռուսական անօդաչու սարքն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա։ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը տարհանվել։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի ռադարներին հայտնվելուց հետո օդ է բարձրացել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։
Ռուսաստանին կանգնեցնում են ուկրաինական հեռահար միջոցները, ոչ թե դիվանագիտությունը, Շվեդիայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա նշել է, որ Իրանի պատերազմի պատճառով պատրիոտ հրթիռների մատակարարումն ավելի բարդացել է։ Այս թեմայով նա նամակ է հղել Թրամփին ու Կոնգրեսին, ներկայացնելով, թե ինչպես կարող է հրթիռների բավարար մատակարարումը նպաստել այս պատերազմի ավարտին։ Ինչ վերաբերում է Շվեդիային, մենք կստանանք շվեդական ինքնաթիռներ, որպեսզի դուրս մղենք ռուսական ինքնաթիռներն, ասել է նա։ Իրանցիները շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են, բայց բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են համաձայնության ստորագրմանը։ Նրա խոսքով, այնուամենայնիվ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված։ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացում երբեք չի լինի, հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Զենքերի վերջին փորձարկումներից հետո երկրի առաջնորդը նախատեսում է դրանք տեղակայել Հարավային Կորեայի հետ առաջնագծում։ Կիմ Չեն Ընը կոչ է արել արդիականացնել երկրի հրետանային ուժերը, որպեսզի ոչ ոք չկարողանա համեմատվել իրենց հետ։ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներն Աստանայում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել։ Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են նաև Ղազախստանում ատոմակայան կառուցելու համաձայնագիր։ Իսկ վերջում նախագահները կաղնի են տնկել երկու երկրների հավերժական բարեկամության ծառուղուն։ Շվեյցարիայի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանում տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց, վիրավորվել է 3 մարդ։ Որպես կասկածյալ ձերբակալվել է Շվեյցարիայի 31-ամյա քաղաքացի։ Իրավապահները պարզում են հարձակման դրդապատճառները։ Աննախադեպ շոկ եղանակ է Եվրոպայում, փարիսցիները զովանալու համար նետվում են ջուրը։ Բանգլադեշ պետությունում էլ ալբինոս կոմեշը փրկվել է զոհաբերությունից Դոնալդ Թրամփի նմանության շնորհիվ։ 750 կիլոգրամ քշռող կենդանին առանձնանում է խարտյաշ մազափնջով եւ մաշկի վարդագույն երանգով, ինչի պատճառով տեղացիները նրան տվել են Դոնալդ Թրամփ մականունը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։